Եկեք այսօր էլ միասին պատրաստենք թզի ջեմ, հեշտ եւ արագ տարբերակով։ Տեսեք, թե ինչքան միատարր է ստացվել եւ ինչ գեղեցիկ գույն ունի։ Դե ինչ, եկեք ժամանակ չկորցնենք եւ անցնենք պատրաստման գործընթացին։ Թուզը լցնում ենք ջրի մեջ, վրան ավելացնում ենք 1 թեյիկ թալ սոդա, խառնում ենք եւ թողնում ենք այդպես 10-ից 15 րոպե, որից հետո լավ լվանում ենք հոսող ջրի տակ։ Ինչպես միշտ, բաղադրիչները եւ հստակ քանակը գրված կլինի նկարագրության բաժնում։ Ահա այսպես լավ լվանալուց հետո լցնում ենք քամիչի մեջ, որից հետո պետք է արդեն կտրատենք։ Ցանկության դեպքում կարող եք նաև կեղևը հեռացնել, ես չեմ հեռացնելու։ Կտրատում ենք թուզը հեռացնելով պոչի հատվածները, միանգամից լցնում ենք կաթսայի մեջ։ Իմ ալիքում կա նաև թզի, չրի և մուրաբայի բաղադրատոմսերը, հղումները կթողնեմ նկարագրության բաժնում։ Կտրատելուց հետո դնում ենք գազօջախի վրա, ավելացնում ենք 1 սուրճի բաժակ ջուր։ Սա անում ենք նրա համար, որ թուզը հասցնի իր ջուրը դուրս արձակի և տակը չկպնի։ Ահա տեսեք ինչքան ջուր դուրս արձակեց։ Թողնում ենք գեփվի մինչև պատրաստ լինելը։ Եռալուց հետո կրակ իջեցնում ենք ամենաթույլի վրա և թողնում ենք գեփվի մինչև պատրաստ լինելը, որից հետո անջատելու ենք կրակը և բլենդերով հարում ենք այնքան, մինչև ստանանք միատարր զանգված։ Իսկ եթե չունեք բլենդեր, կարող եք անցկացնել մաղով։ Ավելացնում ենք շաքարավազը, լավ խառնում ենք, միացնում ենք գազօջախը և թողնում ենք մինչև եռալը։ Եռալուց հետո նորից իջեցնում ենք ամենաթույլի վրա, եփում ենք մոտավորապես 15 րոպե։ Անպայման ծածկում եք կափարիչով և թողնում եք գեփվի։ Այս ընթացքում զգույշ եք լինում, քանի որ շատ է ցայտկոտում և կարող եք այրվածներ ստանալ։ Պատրաստ լինել ստուգում ենք մուրաբայի տարբերակով։ Լցնում ենք ափսեի մեջ 1 քթալ ջեմից, թողնում ենք մի փոքր հովանա և մատով գիծ ենք քաշում։ Եթե ջեմը չի կպնում իրար, նշանակում է պատրաստ է։ Լցնում ենք տարաների մեջ և փակում ենք։ Ես լցնում եմ տաք վիճակում, կարող եք թողնել նաև սառը կամ գոլ վիճակում լցնել, տարբերություն չկա։ Տաք վիճակում ջեմը դեռ մի փոքր թույլ է լինում, իսկ սառելուց հետո ամբողջությամբ պնդանում է։ Տեսաք, թե ինչքան հեշտ և արագ ստացվեց, անգամ սկսնակները կարող են շատ հանգիստ պատրաստել։ Ահա և մեր համեղ ու գեղեցիկ ջեմը պատրաստ է։ Հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած բաղադրատոմսը։ Հետաքրքիր է իմանալ դուք ինչպես եք պատրաստում թզի ջեմը, գրեք մեկնաբանությունում։